Հենց Քրիստոս ինքն իրեն ասում է, որ ես եմ աշխարհի լույսը։ Այսինքն Քրիստոս ինքը մեր հոգևոր լույսն է, եւ եթե մենք Քրիստոսի հետ ենք, մենք լույսի մեջ ենք։ Դրախտը նա էր, որ մարդը խաղաղության մեջ էր, մարդը երանության մեջ էր, մարդը հեռու էր չարից։ Քրիստոսի մսուրում ծնվելը, դա հենց առաջին մեծ վկայությունն էր, որ մենք ֆիզիկական լույսը չպիտի փնտրենք, հոգևոր լույսը պիտի փնտրենք։ Եվ ամեն մարդ Քրիստոսին ընդունելով կարողանում է այդ խավարը լույսով փոխարինել։ Ուրեմն մենք պետք է Քրիստոսի ճանապարհը մեզ համար ճանապարհ սարքենք։ Բարև ձեզ։ Նոր հայացք հաղորդաշարի ընթացքում այսօր խոսելու ենք աշխարհի լույսի մասին։ Տեր հայր, առհասարակ երբ խոսում ենք լույսի մասին, միշտ մտածում ենք արևի, միգուցե էլեկտրականության մասին, բայց այսօր մեր զրույցը լույսի հոգևոր ընկալման մասին է։ Արարչագործության դրվագը կարդալիս տեսնում ենք, որ Աստված ասաց թող լույս լինի։ Ինչ է նշանակում լույս առհասարակ։ Ընդհանրապես ձեր նշածը դա ֆիզիկական լույսի մասին է եւ ֆիզիկական լույսը, որը կյանք է տալիս։ Մենք գիտենք, որ մարդը առանց լույսի եւ բնական արևի լույսի եւ էլեկտրական արհեստական լույսի չի կարող գոյատևել եւ մանավանդ կենդանիներն ու բույսերը, որովհետեւ դրանք այն կենսատու միջոցներն են, որ տալիս են ֆիզիկական առողջություն են տալիս նշալ թե կենդանի թե բուսական աշխարհին։ Բայց խոսելով հոգևոր լույսի մասին, առաջին բանը, որ գալիս է մեր մտքին, դա Հովանու ավետարանն է, որի մեջ հենց Քրիստոս ինքն իրեն ասում է, որ ես եմ աշխարհի լույսը։ Իրեն համեմատում է աշխարհի լույսի հետ։ Մեր բանականությամբ աշխարհի լույսը, որ աշխարհը լուսավորում է, դա լուսատուներն են, որից ամենամեծը Արեգակն է։ Սակայն Քրիստոսի համեմատականը, որ իր հետ է համեմատում, դա հոգևոր լույսի մասին է, որը ամեն մի մարդ արարած, երբ որ ստեղծվել է, այդ լույսով է ստեղծվել, այդ լույսի արդյունքում է ստեղծվել։ Տեր հայր, վերադառնալով մեր զրույցին, Քրիստոս ասաց ես եմ աշխարհի լույսը։ Նա նաև ասաց, ով իմ ետևից է գալիս, խավարի միջով չի քայլի։ Այս արտահայտությունը հասկանալու համար մենք պետք է մի քիչ առաջ գնանք, արարչագործություն։ Ինչպես նշեցիք, այն ժամանակ, երբ որ լույսը եղավ, խավարը բաժանվեց լույսից, խավարը դա լույսի բացակայությունն է։ Այսինքն Քրիստոս ինքը մեր հոգևոր լույսն է, եւ եթե մենք Քրիստոսի հետ ենք, մենք լույսի մեջ ենք։ Եթե Քրիստոս մեր հետ չի, նշանակում է խավար է, որովհետեւ լույսը բացակայում է, այդտեղ չէ։ Խավարը գոյությունում է այն ժամանակ, երբ որ լույսը բացակայում է։ Երբ որ խավարը բաժանվեց, խավարը առանձնացավ, որովհետեւ լույսը եղավ։ Լույսը եղավ եւ այլևս խավարը խավար չէր։ Եվ խավարը բաժանվեց լույսից, որովհետեւ լույսը եղավ։ Երբ որ լույսը չի լինում, մենք անջատում ենք էլեկտրականությունը, այդ տարածքում խավար է տիրում, որովհետև լույսի բացակայությունն է։ Մարդը ստեղծվեց դրախտի մեջ, չէ, երանության մեջ։ Մենք շատ գեղեցիկ բառերով նկարագրում ենք դրախտը, այդ երանական վիճակը։ Ինչ էր դրախտը։ Դա պարզ է, որ դրախտը դա վայրը չէր, որով կարողանում ենք նշել տվյալ երանական վիճակը։ Դրախտը նա էր, որ մարդը խաղաղության մեջ էր, մարդը երանության մեջ էր, մարդը հեռու էր չարից եւ որ ամենակարևորն է, մարդը վայելում էր Աստծո ներկայությունը։ Երբ որ մարդը մեղք գործեց, մարդը արտաքսվեց այդ երանական վիճակից, խաղաղությունը կորցրեց, եւ ասում են լույսը կորցրեց։ Ինչի լույսը կորցրեց, որովհետեւ ամենակարևոր բանն այն էր, որ ինքը այլևս չվայելեց Աստծո ներկայությունը։ Եվ ինչ եղավ մարդու հետ, քանի որ մարդու մեջ կար մի մասնիկ, որը Աստծուց էր հոգին, այդ հոգին սկսեց փնտրել Աստծուն։ Եվ Աստված էր, քանի որ մարդուն ստեղծել էր սիրո արդյունքում, եւ ամենամեծ գրավականն այն է մարդու Աստծո սիրո մարդու հանդեպ, դա այն է, որ մարդը ստեղծված էր ազատ կամքով, ազատ որոշելու իրավունքով, ստեղծված էր յուրահատուկ, ամեն մարդ յուրահատուկ է ստեղծված, եւ քանի որ սիրո արդյունքում էր, բարձր որ Աստված բոլորին անխտիր հավասարապես սիրում է։ Եվ երբեք որևէ մի ծնող չի հանդուրժում իր զավակի կորուստը, այլ ամեն գնով փորձում է, որ վերադարձնի մոլորյալ զավակին։ Եվ այս էր պատճառը Աստված ամեն կերպ փորձեց վերադարձնել։ Սակայն քանի որ Աստված մարդուն ստեղծել էր ազատ կամքով, մարդը ինքը պիտի որոշեր եւ իր կամքով պիտի վերադառնար։
մեծ պահքի կիրակիների մեջ ունենք մի շատ խորհրդավոր կիրակի, անառակ որդու վերադարձի կիրակին է, հենց այդպես էլ կոչվում է անառակի կիրակին, որով հենց այդ կորսված մարդու վերադարձի պատմությունն է։ Եվ Աստված, քանի որ տարբեր ձևերով փորձում էր մարդու միջոցով վերադարձնել։ Սակայն այդ մարդը, մարդիկ, ովքեր մարգարեներ, մեր հայրերը, ովքեր փորձում էին խոսել լույսի մասին, հա, իրենք ուղղակի խոսում էին, բայց չէին կարողանում նկարագրել կամ ցույց տալ իրական լույսի խորհուրդը։ Եվ վերջապես եկավ Աստծո միածին որդին, հենց լույսը, եւ ինքը ասեց, որ ես եմ լույսը, այ ես եմ, եկել եմ, որպեսզի ձեզ լուսավորի։ Մարդ արարածը, որ արտաքսվել էր լույսից, հա, իր մեջ առավ լույսին։ Զգաց լույսը, տեսավ լույսը, եւ այդպես էլ խորհուրդը ստեղծվեց վերջին ընթրիքի ժամանակ հաղորդության խորհուրդը, որ ամեն անգամ մենք հաղորդվելով Քրիստոսի կենարար մարմնին եւ հայրանը, մենք նորից այդ լույսը, Քրիստոսի լույսը ոչ թե լսում ենք, ոչ թե կարդում ենք, այլ առնում ենք մեր մեջ։ Մենք լուսավորում ենք։ Այս է հոգևոր լույսը, որ մենք կորցրել ենք դրախտից արտաքսվելով եւ գտանք Քրիստոսով։ Դեր աշխարհի լույսը ծնվեց մութ մսուրում, խոնավ փոքրիկ մսուրում, ինչ փոխվեց մարդկանց կյանքում, աշխարհում, որ լույսը եկավ։ Քրիստոսի մսուրում ծնվելը, այո, դա հենց առաջին մեծ վկայությունն էր, որ մենք ֆիզիկական լույսը չպիտի փնտրենք, հոգևոր լույսը պիտի փնտրենք, որովհետև Մեսիային փնտրողները, որոնք միջև այժմ փնտրում են, հա, փնտրում են այն Մեսիային, ովքեր պետք է գար շքեղ կարգերով, մեծ զորքով, հա, գար բոլոր թշնամիներին ավերեր եւ վերականգներ թվացial ֆիզիկական թագավորությունը։ Քրիստոս եկավ շատ համեստ պայմաններում, մսուրում ծնվեց, հա, վերականգնեց թագավորությունը, սակայն հոգևոր թագավորությունը, Աստծո արքայությունը վերականգնեց։ Մարդուն հնարավորություն տվեց վերադառնա Աստծո արքայություն, հոգևոր արքայություն, հոգևոր դրախտ։ Ֆիզիկական արքայությունը, թագավորությունները բոլորը ժամանակավոր են։ Բոլորը երբ որ գալիս են, ինչպես որ գալիս են, այնպես էլ գնում են։ Սակայն Քրիստոս բերեց հավիտենական արքայությունը, վերահաստատեց ուխտը եւ մարդու մեջ արտնացրեց այն կարևոր պատգամը, որը մարդը կորցրել էր դրախտից արտաքսվելով, այն պատմուճանը, երբ որ անառակ որդին հագնում է հոր կամքով նորից վերադառնալով, այդպես էլ մարդը իր աստվածակերպ տեսակը գտավ այն ժամանակ, երբ որ հավատաց, ընդունեց Քրիստոսին եւ հավատաց, որ Քրիստոսով ինքը պիտի գտնի փրկություն։ Այդ է պատճառը, որ Քրիստոս հարությունից հետո ասում է իջավ դժոխք, այնպես ասում է դարպասները, չէ, ավերեց դժոխքի դարպասները եւ այնտեղ գտնվող հոգիներին քարոզեց Աստծո արքայությունը։ Ոչ թե ազատություն տվեց, այլ քարոզեց եւ ասում է ով որ իրեն հավատաց, հա, արժանացավ դրախտին։ Այսինքն մարդը ինչ որ լինում է, հոգին մարդու փրկվում է այն ժամանակ, երբ որ ինքը հավատում է։ Մարդու հավատքն է իրեն փրկում։ Երբ որ մարդը հավատում է, Քրիստոսին ընդունում է, ուրեմն Քրիստոսով էլ լուսավորվում է։ Դեր իսկ եթե չխոսենք ընդհանուր, այլ խոսենք անհատապես, յուրաքանչյուրիս կյանքում երբ մենք այդ լույսը ընդունում ենք մեր մեջ, Տիրոջն ընդունում ենք մեր մեջ, ինչ է մեր մեջ տեղի ունենա։ Տեսեք, մարդը ծնված է եւ ֆիզիկական մարմնից եւ հոգեվոր մարմնից, չէ՞։ Երբ որ մենք ապրում ենք այս աշխարհում, մենք աշխարհի մեջ ենք եւ աշխարհի մեջ լինելով մենք ենթարկվում ենք ամենօրյա փորձությունների, հա, ամեն օր մեղքեր ենք գործում, կամա թե ակամա, եւ ակամայից հայտնվում ենք խավարի մեջ։ Եվ ամեն մարդ Քրիստոսին ընդունելով կարողանում է այդ խավարը լույսով փոխարինել։ Այս է Քրիստոսի լույսի խորհուրդը։ Քրիստոս երբ որ գալիս է աշխարհ, եկավ աշխարհ, ապրեց որպես մարդ, իրականում ցույց տալու, թե մարդը ինչպես պետք է լուսավորվի։ Որովհետև մարդը երբ որ աշխարհում ապրում է, մեղքեր է գործում, ակամայից ինքը մտնում է խավարի մեջ։ Ինչքան մնում է մեղքերի մեջ, ինչքան շատացնում է իր մեղքերը, այնքան ավելի հեռու է գնում դեպի խավարը, ավելի է խորտակվում խավարի մեջ։
Իսկ Քրիստոսով մենք կարողանում ենք ապաշխարությամբ եւ Քրիստոսին որպես լույս ընդունելով մեր մեջ, մենք կարող ենք այդ խավարը մեր շուրջը ցրել։ Իհարկե դրանից հետո նորից է խավարը փորձում մեզ խորտակել, սակայն նորից Քրիստոս գալիս է եւ այդ խավարը ցրում է։ Եվ այս է Քրիստոսի լույսի խորհուրդը, որ մենք ամեն անգամ պետք է կարողանանք իր լույսը, ինչպես որ Քրիստոս է օրինակ բերում ճրագը, չէ՞, ասում է ճրագը որ վառում ես, այդ ճրագը վառ պահենք, որովհետև Քրիստոսի լույսը մեր վարքով, մեր կենցաղով, մեր հավատքով պետք է վառ պահենք։ Քրիստոսի լույսը ինչքան վառ պահենք, այնքան բարձր տեղ պետք է դնենք, որպեսզի մեր շուրջը լուսավորի։ Դա Քրիստոսի տված իմաստությունն է, Քրիստոսի հանդեպ ունեցած մեր հավատքն է եւ մանավանդ վստահությունը, հույսը դեպի Քրիստոս, որով մենք կարողանում ենք մեր կողքի խավարը ցրել։ Եվ շատ հետաքրքրական է անձնական ինչքան որ մենք վերագրում ենք մեզ, որ կարող ենք մենք մեր խավարը ցրել։ Այդ ճրագը երբ որ դնում ենք բարձր տեղ, ոչ միայն մեզ ենք լուսավորում, այլ կարողանում ենք լուսավորել նաեւ մեր շրջապատը։ Այս է Քրիստոսի թողած խորհուրդը մեզ, որ ոչ միայն պետք է լուսավորենք ինքներս մեզ, իհարկե առաջնային է, շատ կարևոր է, բայց նաև Քրիստոսով պետք է փորձենք լուսավորել այն տեղը, որտեղ որ խավար է։ Դե շարունակելով այս զրույցը, Քրիստոս նաև ասաց դուք եք աշխարհի լույսը, լուսով որդիները ինչ պիտի անեն առհասարակ։ Լուսով Քրիստոս օրինակ է բերում լուսով որդիների, հա, եւ բերում է արդեն աշխարհի որդիների, չէ՞, տատիր համատական է բերում։ Հետարքիր աշխարհում ծնված մարդիկ, որ Աստծո ստեղծագործությունն են, հա, կան նաև լուսով որդիներ, որ էլի Աստծո ստեղծագործություն են, որոնք հրեշտակներ են։ Եվ ասում է, որ ավելի հնարամիտ են, չէ՞, աշխարհի որդիները, քան լույսի որդիները, որովհետև աշխարհում են ապրում, փորձությունների են ենթարկվում եւ Քրիստոսով կարողանում են հաղթահարել այդ փորձությունները։ Դրա համար ավելի հնարամիտ են, իսկ այն լույսով որդիները, որոնք միայն Աստծո ներկայությունն են վայելում, իրենք ավելի անմեղ են եւ այդ խնդիրը չունեն, որ իրենք փորձությունը հաղթահարեն։ Այդ փորձության մեջ չեն հայտնվում։ Դրա համար մեզ համար ավելի առավելություն կա։ Իհարկե նաեւ մենք ունենք ազատ կամք, որից իրենք են զրկված, եւ մենք ունենք այդ հնարավորությունը, որ ապացուցվենք Աստծո սիրո մեջ եւ նաեւ կարողանանք այդ սերը օգտագործել մեր փրկության համար, որովհետեւ մենք պետք է գիտակցենք, որ այդ ազատ կամքը տրված է ոչ թե մեղք գործելու համար, այլ եթե մեղքի մեջ ենք հայտնվել, այդ մեղքից դուրս գալու համար։ Եվ Քրիստոսի լույսն էլ պետք է մեզ համար միջոց լինի, իհարկե մեր հավատքով, որ կարողանանք այդ խավարի մեջից դուրս գալ։ Դեր իսկ մեր ամենօրյա կյանքում գործնական քայլերով ինչպես լույս լինենք աշխատավայրում, տանը, մեր ընտանիքում լույսը տարածենք։ Աստված մեզ տալիս է միտք, տալիս է բանականություն, տալիս է հնարամտություն եւ տալիս է գործելու հնարավորություն։ Մենք եթե ընդունում ենք Քրիստոսին որպես լույս, եթե ընդունում ենք, որ Քրիստոս մեզ համար փրկություն է, խավարի մեջ լույս է, ուրեմն դա մեզ համար վկայություն է։ Քրիստոսին մենք վկայում ենք մեր մեջ։ Իսկ եթե մենք ուզում ենք, որ մենք նաև լուսավորենք մեր շրջապատը, հա պետք է չսահմանափակվենք միայն մեզ համար վկայելու Քրիստոսին։ Եթե մենք համարում ենք, որ Քրիստոս աշխարհի լույսն է, Քրիստոս եկավ, որպեսզի մեզ բոլորից լուսավորի, հա, այդ լույսը տվեց մեզ եւ մենք էլ համարվեցինք լույսեր աշխարհի վրա, որովհետեւ Քրիստոսն ենք ընդունել, ուրեմն մենք պետք է այդ լույսը չտանենք, թաքցնենք մահճակալի տակ, այլ ձեռքներս բռնած բարձր տեղ, որպեսզի կարողանանք ոչ միայն մեր ոտքի տակ լուսավորել, այլ նաև այն տեղերը, որտեղ որ դրա կարիքը կա, եթե մեր ընկերը, մեր բարեկամը, մեր ծնողը, մեր հարազատը, բարեկամը իրենք խարխափում են խավարի մեջ, մենք այդ լույսից իրեն էլ բաժին հանենք, որպեսզի ինքն էլ լուսավորվի։ Սա է քրիստոնեական առաքելությունը, որը հենց Քրիստոս ինքը փոխանցեց մեզ։ Դեր աշխարհը լուսավորվեց Քրիստոսով, բայց մենք այսօր տեսնում ենք ինչքան պատերազմներ կան, ինչքան ատելություն կա մարդկանց մեջ, ինչու մարդիկ լույսը չեն ընդունում եւ չեն տարածում։ Քրիստոս այո պատգամեց մեզ, որ ես եմ աշխարհի լույսը, պետք է հետևեք ինձ, որ խավարի մեջ չհայտնվեք, բայց նաև Քրիստոսի խոսքերից մեկն էլ այն է, որ այո լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը ավելի շատ սիրեցին, քան լույսը եւ մնացին խավարի մեջ։
Այո, մարդկային բնությունը այդպես է, մարդկային բնությունը հենց դրախտի պատմությունից սկսած, վկայում է նրան, որ մարդու ֆիզիկական մարմինը ձգտում է մեղքի, ձգտում է դեպի չարը, որովհետև չարը իր մեղքը մատուցում է գեղեցիկ, հյութեղ, գայթակղիչ։ Եվ մարդու ֆիզիկական բնությունը այնպես է ստեղծած, որ տրվում է այդ գայթակղությանը, հայտնվում է փորձության մեջ, եւ լինում են մարդիկ, ովքեր որ հաղթահարում են, դուրս են գալիս, ցավոք սրտի լինում են, որ մնում են հենց խավարի մեջ։ Եվ եթե ապրում ենք աշխարհում, Աստվածաշնչի խոսքը կա, չէ, որ ասում է չկա մարդ, որ ապրի եւ մեղք չգործի։ Եթե ապրում ենք այս աշխարհում, ուրեմն մեղավոր ենք, ուրեմն մեղքերի մեջ ենք։ Եվ ցավոք սրտի այդ մեղքերի արդյունքում է, որ ծնվում են ձեր նշած տարբեր թե պատերազմներ, թե արհավիրքներ, թե դժբախտություններ, մեղքի ծնունդ են դրանք։ Եվ մենք պետք է կարողանանք այդ բոլոր փորձությունները Քրիստոսով հաղթահարել։ Այո, մենք պետք է լինենք այն աղը, որը պետք է համեմի այդ մեծ ճաշը, որովհետև այո կան մարդիկ, ովքեր որ չեն գիտակցում եւ տրվում են չարի գայթակղությանը, հայտնվում են մեղքի մեջ եւ մնում են ցավոք սրտի այդ մեղքի մեջ։ Սակայն քրիստոնյայի պարտքն այն է, որ կարողանա հնարավորինս այս խավար աշխարհում լույս տալ, լուսատու լինել, լուսավորել ոչ միայն իրեն, այլ նաեւ իր շրջապատին։ Տերեր, եւ վերջում ինչ անենք, որ մենք այդ լույսը գտնենք մեր կյանքում, եթե խավարի մեջ ենք, ինչ կարող ենք անել։ Այս հարցի պատասխանը շատ հրաշալի կերպով մեզ տալիս է Քրիստոս իր իսկ կյանքով, որովհետև Քրիստոս տարբեր ձևերով, տարբեր համեմատականներով մեզ հուշում է անում, թե ինչպես պետք է ապրենք։ Իր կյանքը հստակ օրինակն է եւ ամենակարևոր խոսքերից մեկն է Քրիստոսի, որ ասում է ես եմ ճանապարհը եւ կյանքը։ Ուրեմն մենք պետք է Քրիստոսի ճանապարհը մեզ համար ճանապարհ սարքենք եւ կարողանանք Քրիստոսին որպես կենսատու աղբյուր ընդունելով կարողանանք այս խավարի մեջից դուրս գալ, լուսավորվել, որովհետև Քրիստոսի հանդեպ հավատքը պետք է ունենա նաև մեծ վստահություն եւ հույս դեպի իրեն։ Քրիստոս լինելով կատարյալ Աստված մարդացավ, որպեսզի մարդուն իրական քրիստոնյայի ճանապարհը ցույց տա։ Այն ճանապարհը, որը փշոտ է, որը դժվար է, որը նեղ է, սակայն հանգուցալուծումը այն է, որ դու ունենում ես մեծ մի փրկություն, երանություն, խաղաղություն, որից զրկվել էր քո կամքով եւ որը կարող ես վերականգնել Քրիստոսով։ Շնորհակալ եմ Տերեր։ Խնդրեմ։